հայոց պատմության հատոր 3-ն է, ըստ էության հրատարակված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից, այն սա ըստ էության մեր պաշտոնական պատմությունն է։ Հիմա ինչ որ ասում էի իմ նախորդ հարցին, շատ կարևոր է, երբ հրատարակվել 2015 թվականին սա հրատարակվել, այսինքն այն ժամանակ ես այնտեղ նստած էի, ինչ ասում, խոսում է բնականաբար մեր պատմության մասին եւ գրքի հեղինակները հղում են անում Լեոին եւ հետեւա մի պարբերություն կմեջբերեմ ընդամենը ժամանակի սղության պատճառով։ Վավերագրերի եւ մտքերի համակցման կուռ տրամաբանության լեզվով նա Լեոն ներկայացնում է աշխարհի վերաբաժանման նոր գաղութների նվաճման համար Գոտեբարդի բռնված տերությունների դիվանագիտական խարդավանքները հայկական հարցում։ Ժամանակի քննությանն են դիմացել պատմաբանի այն մտքերը, թե մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության գլխին մտրակը ճոճելու, նրա ներքին գործերին միջամտելու համար։ Խոսում փաստերով նա բարձրացնում է վարագույրն այն նենգությունների, որոնցով նույն այդ տերությունները 1890-ական եւ 1915-16 թվականներին արևմտահայությանը ոչ միայն չպասպանեցին թուրք բարբարոսներից, այլև իրենք անմիջական մասնակիցը դարձան 20-րդ դարի առաջին ցեղասպանության։ Հասկանում եք, սա գրած է։ Ես դրա համար եմ օրու մեջ ասում, լսեք ժողովուրդ, ինչա Մեսրոպ Մաշտոցը սկսել ճանաչել զիմաստություն եւ սխրատից, ով է կարդում սա։ Ես իմիջիալոց ուզում եմ ընդհանրապես պատմաբանության հետ կապված շատ վեճեր կան, բայց ես ուզում եմ այս հատորյակի հեղինակներին, ով որ որևէ մասնակցություն ա ունեցել, շնորհակալություն հայտնել, որովհետեւ փաստերը շարադրված են ճշգրիտ եւ թողնված է շատ կոնկրետ հնարավորություն, մարդը այնտեղ կան հետևություններ, որոնք քաղաքական են, որոնք մերձ քաղաքական են, որոնք ազդված են տվյալ իրադրությունից, վարվող, բայց սա արժեքավոր է, այստեղ գրած է ամեն ինչ։ Երաշխավորի մասին, գիտեք երաշխավորի մասին խոսակցություն ինչի մասին է, որ այս խաղաղությունը մերը չի, մեկը թող գա, այս խաղաղությանը տեր կանգնի, ով կա, ով է ուզում խաղաղությանը տեր կանգնի։ Դրա համար է, որ մենք ասում ենք ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը մերն է, խաղաղությունը ժողովրդինն է, մեր ժողովուրդն այդ տառապանքների եւ զոհերի գնով այս խաղաղությանը հասել։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտեք ով է։ Լուրջ եք ասում։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, էդ էլ գիտեք։ Թուրքիան։ Ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր։ Ունեցել ենք։ Ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Եվ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց։ Չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց այսուր եք գնում, ոնց մի րոպե, բա դուք բան եք, ես այդ պատմությունն էլ մի օր պետք է երջանկահիշատակ չեմ պատմել, չէ հրապարակային, երջանկահիշատակ Հռոմի պապի հետ իմ ունեցած խոսակցությունը, հրապարակային պատմել է, մի օր հրապարակային էլ կպատմեմ, Եվ խոսքը դրա մասին է, խնդրեմ արձագանքեք չնայած առանձնել։ Արձագանք։ Պարոն վարչապետ, սա ես կարծում շատ կարևոր է նաև մեր ապագա սերունդին եւ այսօրվա կրթություն ստացող Հենա երեխեքը միջազգային հարաբերություն։ Եվ երեխաներին, այո, եւ ուսանողներին այս քաղաքագիտական սկզբունքների մոտեցումների մասին։ Դուք եք միջազգայինը։
Ինչու, որովհետև պարոն վարչապետ, նույնիսկ մենք երբ այստեղ հանդիպումներ ենք ունենում բաց դասի շրջանակներում, մեր փորձը ցույց է տալիս, որ ուսանողների եւ աշակերտների հետ իրենք դպրոցում, բուհերում նույնիսկ ամբողջությամբ այլ բան են սովորում եւ այլ պատկերացումներ ունեն եւ կարծում եմ իհարկե պիտի այլընտրանք ունենան առնվազն եւ այս իմաստով ես կարծում եմ որ մենք ահռելի անելիք ունենք ոչ միայն այսօր այդ գաղափարը առաջ մղելու, տարածելու, այլ նաեւ առաջիկայում ապագա սերնդի շրջանում սա լուրջ փոփոխության ենթարկելու։ Գիտեք ինչ, ես էլի նախ մեկ եկեք արձանագրենք, որ մենք բոլորս այդ նույն մտածողության կրողն ենք եղել, ժողովուրդ ջան, բոլորս։ Բայց դա հենց առաջնորդությունը, երբ որ դու հասկանում ես, որ մի բան այն չի։ Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահելա պատանդի կարգավիճակում։ Իրանց իշխանական եւ այլ, այսինքն մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ եւ որևէ դուք հասկանում եք դա ինչ է նշանակում չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այլն եւ այդպես չան ինչի իրանք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել Ղարաբաղին լուրջ են վերաբերվել ոչ լուրջ չեն վերաբերվել ես հարց եմ տվել 2018 թվին իսկ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել հետ եկել։ Կարան ասեն քանի հոգի։ Մատների վրա կարելի է հաշվել էնել որոշակի բաներով, որոշակի անձնական կապերով եւ այլնով, այսպես ասած թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։ Պետք է ասենք, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել։ Այդ նույն մարդիկ ում հավաքական իմ անունը ասում եմ փախածներ հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի ինչ որ գեներալների մասին են խոսում որ ասի վախկոտ դավաճանները այո վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։